Բարերեկո, այն բանից հետո, երբ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, մի կողմից սկսեցին քննարկումներն այն մասին, թե ինչպիսին պիտի լինեն մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ, եւ մյուս կողմից, թե ինչ է տալու Եվրասիական տնտեսական միությունը մեր տնտեսությանը։ Այստեղ իհարկե կարծիքները, տեսակետները տարբեր են եւ հակադիր, հիմնականում եվրոպական ասոցիացիան կողմնակիցները գտնում են, որ Եվրասիական տնտեսական միությունը ոչինչ չի տալու, այնինչ խոսվում է ընդհանրապես տեսական հարթության մեջ է, իսկ մյուս մասը նրանք, ովքեր կողմնակից էին Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, կարծում են, որ սա շատ լայն հնարավորություններ է տալու մեզ եւ մեր տնտեսությանը։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նախարար Արա Նռանյանի հետ։ Բարերեկո, պարոն Նռանյան։ Բարերեկո։ Նախ շնորհավոր եմ այս բարձր պաշտոնին աշխատանքին հասնելու կապակցությամբ, ուշացումով եմ շնորհավորում, բայց օբյեկտիվորեն ուշացած, քանի որ մեր առաջին հանդիպումն է նշանակումից հետո եւ հանդիպել ենք այստեղ դեռ այն ժամանակ, երբ դուք Հայաստանի ազգային ժողովի падգամավոր էիք։ Շնորհակալություն։ Սկսենք նախ նրանից, թե ինչ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որի կոլեգիայի անդամ նախարար եք դուք հանդիսանում։ Ուզում եմ իմ հասկանանք ինչ ասել է այս հանձնաժողովը, ինչ լիազորություններ ունի, որոշումներ կայացնելու ինչ մանդատով է օժտված, արդյոք այդ որոշումները պարտադիր են ԵՏՄ անդամ պետությունների համար եւ այլն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դա փաստացի Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմինն է եւ կազմված է երկու մասից։ Մեկը խորհուրդն է, որտեղ ներկայացված են երկրների փոխվարչապետները եւ կոլեգիան, որը մշտական գործող մարմին է, այսինքն դա ամենօրյա աշխատանք է, որտեղ կոլեգիայի անդամները, նախարարները կոնկրետ որոշակի ոլորտներ են տնօրինում, համագործակցում են անդամ երկրների կառավարությունների հետ, ներկայացնում են տարբեր բնույթի որոշումների նախագծեր, համաձայնեցման գործընթաց անցնելուց հետո դրանք ընդունվում են կոլեգիայի կողմից։ Ուրեմն որոշումները տարբեր տեսակի են լինում, ռեկոմենդացիա, այսինքն առաջարկություններ, հանձնարարություններ եւ որոշումներ, որոնք պարտադիր են։ Եվ որոշումների մի մասը ընդունվում է ձայների մեծամասնությամբ, առանձնահատուկ դեպքերում եւ այդ դեպքերը կանոնակարգով նշված են, ընդունվում են, պետք է ընդունվեն միաձայն կոնսենսուսով։ Կա որոշակի նաև տարանջատում լիազորությունների կոլեգիայի եւ ավելի բարձր մարմինների միջեւ, ինչպիսին է խորհուրդը, վարչապետների խորհուրդը, միջկառավարական խորհուրդը եւ բարձրագույն տնտեսական խորհուրդը, որտեղ նիստ են անցկացնում երկրների նախագահները եւ կախված տարբեր բնույթի հարցի ծանրությունից հարցերը ընդունում են կամ կոլեգիայում ընդունվելուց հետո գնում են ավելի վերևի մարմին, խորհուրդ կամ նախագահների խորհուրդ հաստատվելու։ Բայց հիմնական այդ օղակը, որտեղ կայացվում են որոշումներ, որտեղ դրանք մշակվում են եւ կյանքի են կոչվում, դա կոլեգիան է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան է։ Պարոն Նռանյան, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները ինչքան որ ժամանակին եղել են տնտեսական նույն տարածքում, բայց անկախության տարիներին արդեն ունեցել են տնտեսության զարգացման տարբեր ուղղություններ, տարբեր աստիճան մակարդակ, տարբեր առանձնահատկություններ, տարբեր կառուցվածք եւ այլն։ Հիմա այս երկրները այս միության կազմում որոշումներ են ընդունում, կոնկրետ ասենք Եվրասիական տնտեսական ձեր հանձնաժողովը որոշումներ է ընդունում, ես ենթադրում եմ կարող են լինել եւ շատ կարող են լինել դեպքեր, երբ որ այս մի որոշումը ձեռնտու է այս երկրին եւ ձեռնտու չի այս երկրին։ Այս մի որոշումը նպաստավոր է այս երկրի համար եւ նպաստավոր չի այս երկրի համար։ Նման դեպքերում ինչպես են որոշումներ կայացնում, ինչպիսին են երկրների եւ հատկապես այս պարագայում հետարքում է մեր երկրի հնարավորությունները այդ որոշումների կայացման գործում պաշտպանել սեփական երկրի տնտեսական շահերը։ Իսկապես նման դեպքեր լինում են եւ դա նորմալ է, որովհետեւ ցանկացած ինտեգրացիոն միավորումում ազգային կառավարությունները ունենում են սեփական պատկերացումները, սեփական շահերը եւ փորձում են որոշումների կայացման ժամանակ առավելագույնս հաշվի առնել սեփական երկրի շահերը։ Եվ նման դեպքեր իսկապես մեզ մոտ նույնպես եղել է եւ բնական է պարբերաբար լինելու են։ Մենք
որոշել ենք դա բանավոր կարգով, որովհետև նման փաստաթուղթ բնական է չէր կարող ծնվել, մենք որոշել ենք աշխատել հետևյալ սկզբունքով։ Ցանկացած հարց, որը քննարկվում է հանձնաժողովում կամ կոլեգիայում, պետք է առաջնորդվի լավագույն փորձի սկզբունքով։ Մենք չպետք է վերցնենք ինչ որ մի երկրի փորձ եւ պարտադրենք այն երկրներին, որտեղ այդ մասով առաջընթացը շատ ավելի շատ է։ Օրինակ, եթե մենք ունենք ոչ տարիֆային կարգավորման, այսինքն օրինակ լիցենզավորման որոշակի կարգ եւ այն պահանջում է, մի քիչ ավելի պարզ եմ նկարագրում, բայց շատ ավելի լավ։ Եթե ունենք որոշակի պահանջներ այդ լիցենզավորման համար եւ այլ երկրներում գործում են ավելի խիստ պահանջներ, մենք առաջարկում ենք, որ ոչ թե մեր մոտ բարդացնեն, այլ իրենց մոտ նույնպես բարձրացնեն։ Այսինքն մենք պետք է նայենք այս մեր 4 եւ այսուհետ նաեւ Կырգызստանի միացումից հետո 5-րդ երկրի փորձը, այսինքն 5 երկրների փորձը եւ փորձենք ընտրել լավագույնը։ Բնական է, որ շատ ժամանակ երկրները փորձում են ամեն մեկը տանել իր կողմ եւ դա նույնպես մրցակցային իրավիճակ է, որը նորմալ է։ Որոշումների կայացման համար շատ լավ է եւ հիմնականում դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ իրենք դեմ են մեկ այլ երկրի առաջարկության, այլ ավելի շատ դա մի քիչ ավելի բյուրոկրատական հարմարավետության խնդիր է, որովհետեւ մարդիկ սովոր են իրենց երկրում աշխատել մի սկզբունքով, ամեն ձևի փորձում են իրենց սկզբունքը պարտադրել մյուսներին։ Բայց նաեւ կա մի ընդհանուր սկզբունք, որ ցանկացած որոշում պետք է բերի առաջընթացի, ինքը պետք է լինի պրոգրեսիվ, ինքը պետք է բերի ազատ մեկ միասնական տնտեսական համակարգի ձևավորմանը եւ ամենակարևորը պետք է նպաստավոր լինի բիզնեսի համար, իսկ բիզնեսի իր կողմից պետք է լինի շատ ազնիվ տնտեսական մեկ ընդհանուր շուկայում աշխատելու մեջ։ Այսինքն սկզբունքը մենք փորձում ենք կիրառել լավագույն փորձի հիման վրա։ Հասկանալի է, բայց այդտեղ էլի հարցեր կարող են առաջ գալ, իսկ որ փորձն է ավելի առաջադեմ ու լավ։ Ենթադրենք, ասենք նույն ձեր բերած օրինակի լիցենզավորման կարգ մեր մոտ ենթադրենք ավելի հեշտ ընթացակարգով է տարվում մեկ այլ երկրում, Եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ երկրում ավելի բարդ ընթացակարգով, դա հիմա արի ապացուցի, որ այս բարձը ավելի հեշտ է, ճիշտ է բիզնեսի համար, քան թե այն բարդը, որ ամեն դեպքում հիմնականում ասեմ, այսպիսի իրավիճակում համենայնպես չեմ հանդիպել ուժային որոշումների, որովհետև երբ որ կա տրամաբանորեն ձևակերպված առաջարկություն, կոլեգիայում մենք գերադասում ենք հարցը հետաձգել, եւս մենք անգամ ուսումնասիրել, եթե գոնե մի քիչ կասկած կա, որ մենք ինչ որտեղ կարող է սխալվենք, գերադասում ենք 2 շաբաթով կամ 2 ամսով հետաձգել, հարցը լրացնել, գուցե այն կողմը, որը թվում է թե պարզեցված է, գուցե ընդունի այն սկզբունքը կամ հակառակը։ Եվ մի պահ հետաքրքիր կա փորձի փոխանակման առումով, դուք ասացիք տարբեր տնտեսական քաղաքականությունների մասին։ Այո, իսկապես եթե նայենք, մենք որպես անդամ երկրներ շատ իրարից սովորելու բան ունենք։ Եվ օրինակ ասեմ ձեզ, որ մեր հարևանները ասում են, որ Հայաստանից սովորելու բան ունենք բազմաթիվ հարցերում պարզեցման առումով։ Մեր մոտ վերջի տարիներին շատ ու շատ խնդիրներ կամ մեխանիզմներ ավելի պարզեցվել են։ Բիզնեսի գրանցում բան, օրինակ, այսինքն այդպիսի բյուրոկրատական առումներով մենք առաջամարտիկ ենք, այսպես ասեմ, բայց իրանք ունեն շատ լավ փորձ արդյունաբերական քաղաքականություն իրականացման մասով։ Մենք չունենք։ Մենք ավելի շատ ազատական քաղաքականություն ենք վարել, որը բերել է նրան, որ պետական կարգավորումը ավելի թեթևացել է եւ միջամտությունը պակասել է տնտեսության մեջ, որը ունի եւ դրական կողմ եւ բացասական, բայց մյուս կողմից էլ մենք չունենք արդյունաբերական քաղաքականության փորձ, մենք նոր ենք, չէ՞, սկսում հայտարարում ենք արդյունաբերական քաղաքականության իրականացման մասին, ռազմավարության մշակման մասին, փորձում ենք իրականացնել, իրենք տարիներ շարունակ իրականացել են։ Եվ օրինակ շատերի մոտ շատ սխալ կարծիք կա, կարծում են թե այդ երկրները չունեն համապատասխան արդյունաբերություն, բայց իրենք այդ խելամիտ պրոտեկցիայի քաղաքականություն են վարում եւ օրինակ նույն Բելարուսում ճապոնական հեռուստացույցների արտադրություն կա, Գերմանիայի համար տրակտորներ են արտադրում, Ֆրանսիայի համար արագընթաց գնացքներ են արտադրում, հետարքիր մեխանիզմ են դրել, օրինակ մեզ շատ դա էր հետարքրում, թե ինչպես են իրենք կարողացել մեքենաների արտադրությունները բերել իրենց երկրներ։ Շատ հետարքիր հարկային արտոնությունների մեխանիզմ կա եւ սկզբունքը այլ է։ Օրինակ տեսեք, մենք շատ ժամանակ մեր մոտ մի տրամաբանություն է գործում, որ եթե այդ ապրանքը Հայաստանում չի արտադրվում, մեկը ներկրվելու է, կարող ենք մաքսատուրքը սահմանել, ֆիսկալ խնդիր լուծել։
Եվրասիական տնտեսական միությունում մաքսատուրքերը չեն դիտարկում որպես ֆիսկալ խնդիր։ Իրանք դիտարկում են տնտեսության կարգավորման մեխանիզմ։ Հակառակը, եթե այդ ապրանքը տեղում չի արտադրվում, դրա մաքսատուրքը իջեցնում են, որպեսզի այդ ապրանքը, որը գոյություն ունի շուկայում, լինի մատչելի։ Եթե տեղական արտադրությունը կա եւ ձեռնարկությունները ներկայացնում են ներդրումային ծրագրեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, աշխատատեղեր, ներդրում, տեխնոլոգիաներ եւ այլն, իրենց տրվում է ժամանակ, որոշակի պրոտեկցիա է արվում, որպես իրենք կարողանան կայանան։ Այսինքն քաղաքականությունը այս առումով մի քիչ այլ է եւ ես կարծում եմ այս փորձի փոխանակումը օգտակար կլինի եւ մեզ համար եւ իրենց համար։ Ըստ էության, ասենք մենք սովորելու բան ունենք այդ առումով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, եւ մենք սովորելու բան ունենք եւ հավատացնում եմ, իրենք էլ սովորելու բան ունեն, որովհետեւ շփումների ժամանակ օրինակ իրանք չեն թաքցում, ասում են, օրինակ ձեր շփումների փորձն ու Եվրոմիության հետ հարաբերվելու շատ օրինակել է Բելարուսի պաշտոնյաները, Ռուսաստանի պաշտոնյաները ասում են, որ դա բավական հետաքրքիր փորձ է, որ դուք կարողանում եք եւ Եվրասիական տնտեսական միությունում աշխատել եւ պահպանել շատ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ եւ կարծես թե այստեղ իրանք իսկապես մի քիչ նաեւ նախանձով են երևի մեզ նայում։ Լավ, Հայաստանի հայ գործարարների համար ինչ հնարավորություններ են ստեղծվել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո։ Ձեր կարծիքով չափազանցված չեն այն հայտարարությունները, այն պնդումները, թե տեսեք, մենք անդամակցեցինք եւ մեզ համար բացվեց 170-180 միլիոնանոց շուկան եւ սա մեծ աշխուժություն կմտցնի մեր տնտեսության մեջ եւ այլն եւ այլն։ Ուզում եմ հասնեմ, չափազանցված չեն այդ կարգի պնդումները, մինչեւ այդ շուկան մեզ համար փակ էր, կամ մենք ինչ որ ապրանքներ ունեինք արտահանելու այդ շուկա, դրա հնարավորությունը չունեինք, կամ մեզ լավ չէին վերաբերում, կամ մեր ապրանքներին լավ չէին վերաբերում, ինչ է փոխվել դրանով։ Նախ ասեմ, որ հայկական ապրանքների նկատմամբ վերաբերմունքը շատ լավ է Ռուսաստանում, կարող է զարմանալի թվալ, բայց իսկապես շարքային քաղաքացին համարում է, որ Հայաստանում արտադրված ապրանքը պետք է որ լավը լինի։ Իրենք ասում են, որ ձեր մթերքները էկոլոգիապես հաստատ ավելի մաքուր են, քան մեր տեղականը, իրենք ասում են հաստատ ավելի համային որակներով ավելի լավն է, եւ եթե իրենք իմանում են դա հայկական ապրանք, իրենք հաճույքով գնում են։ Ասեմ ձեզ, որ եւ մեր հանքային ջրերը եւ բնական հյութերը, նույնիսկ գարեջուրը բավական լավ սպառում ունի ռուսական շուկայում, բայց մենք ընդլայնվելու շատ տեղ ունենք, որովհետեւ իսկապես այս շուկան մեզ համար անսահմանափակ մեծություն է։ Արդյոք ինչ որ մի դրական բան մենք ստացել ենք եւ չունենք արդյոք դրանք նախկինում։ Հաշվի առնելով, որ որոշակի իրենք պրոտեկցիա են իրականացնում իրենց ներքին շուկայում, որոշակի դժվարություններ կան, որոնք այսուհետ մենք ավելի հեշտությամբ կշրջանցենք։ Տեսեք, ոչ մի ինտեգրացիոն միավորում չի համաձայնվում ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից տրված սերտիֆիկատները։ Այն Եվրասիական տնտեսական միությունում բոլոր երկրները պարտավորվում են ճանաչել մեկ այլ երկրի կողմից տված համապատասխան սերտիֆիկատները։ Այսինքն դա նշանակում է, եթե մեր արտադրողը Հայաստանում անցնում է բոլոր պետական պրոցեդուրաները, ընթացակարգերը, որևէ խնդիր կարիք այնտեղ չունի։ Եվ դա բավական մեծ առավելություն է։ Խոսքը մենակ շատ է խոսքում է դիպլոմների ճանաչման մասին, աշխատուժի շարժի մասին, բայց այդ նույն արտոնությունները կան նաև ապրանքների մասով։ Բայց մենք ունեցանք այս կարճ ժամանակահատվածում նաև որոշակի փորձ տեխնիկական խնդիրների հետ, մաքսային, հարկային, եւ հենց այս օրերին Հայաստանի Հանրապետությունում են գտնվում նախարարներ Եվրասիական տնտեսական միության, ընդ որում յուրաքանչյուր ներկայացնում մեկ երկիր ներկայիս անդամ Ղազախստանից, այո, Ռուսաստանից եւ Բելարուսից, որոնք պետք է քննարկեն պետական մարմինների ներկայացուցիչների եւ գործարարների հետ այն խնդիրները, որոնք նրանք բարձրացրել են։ Խնդիրներից մեկը ավելացած արժեքի հարկի խնդիրն է, որը ովքեր լսում են գործարարները լավ տիրապետում են այդ խնդրին, տրանզիտի ձևակերպման խնդիրն է եւ այլն, բայց դրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք կարգավորվում են։ Ինչ վերաբերում է շուկային, գիտեք, մենք մտել ենք սա ճանապարհի սկիզբ է։ Եթե դու տանից դուրս ես գալի, որ միտեղ գնաս, տանից դուրս գալը դեռ չի նշանակում, որ դու արդեն հասել ես։ Այդ ճանապարհը մենք պետք է անցնենք։ Մի քիչ այս մենք բնական հետևում ենք այս դեպրեսիվ տրամադրությունները պայմանավորված են տնտեսական անկմամբ, առևտրի անկմամբ եւ ես ուզում եմ մի քանի թիվ բերեմ, որպեսզի մեր գործընկերները պատկերացնեն, որ սա ընդհանուր է։ Ուրեմն միայն 2 ամսվա կտրվածքով հունվար-փետրվարի ցուցանիշներն եմ ասում։ Բելարուսի առևտուրը ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ նվազել է $1 միլիարդ։ $1 միլիարդ։ Մի քանի 700 միլիոն դոլարով նվազել է Ղազախստանի առևտուրը, մոտ 1 միլիարդ 200 միլիոնով Ռուսաստանի առևտուրը։ Սա պայմանավորված է տնտեսական
խնդիրները, որոնք առաջացան անցած տարի։ Մեկը հիմնական պատճառները երկուսն են, մեկը նավթի գնի անկումներ, որը բերեց նաև արժեզրկման այս տարածաշրջանի երկրների ազգային դրամների, եւ երկրորդը դա պատժամիջոցներ էին, որոնք բերեցին անկման նաև եվրոպական երկրներում Ռուսաստանի հետ առևտրի մեջ։ Այսինքն նույն Գերմանիայի հետ հարաբերությունները, որ նայում ենք Ռուսաստան-Գերմանիա, անկումը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի եւ օրինակ Ռուսաստանի։ Եվ այս ճգնաժամային երևույթը, որը բերեց Ռուսաստանի սպառողի գնողունակության անկմանը, արդեն սկսեց հարվածել մեզ դեռ նոյեմբերի վերջ, դեկտեմբերին արդեն դա նկատել էր։ Պարզապես երբ այդ հասավ ինքը իր գագաթնակետին հունվարին, փետրվարին համընկավ բնական է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ, բայց անկախ ամեն ինչից պայմանավորել մեր անդամակցությունը օրինակի համար այդ նույն ռուսական ռուբլու արժեզրկման հետ մի քիչ կարծում եմ։ Պարոն Հրանյան, դուք կարծես կանխազգացիք իմ հաջորդ հարցը եւ միանգամից պատասխանեցիք, ես պատրաստվում եի հենց այդ մասին հարցնել, թե եթե ամեն ինչ այդքան լավ է, հա, Եվրասիական տնտեսական միություն, հնարավորություններ, շուկա եւ այլն, պիտի հարցնեի, բա ինչու է իրականում այդքան վատ եւ նվազել են կոնկրետ, ասենք Հայաստան, Ռուսաստան, արտահանում ներմուծումը եւ արտահանումն է Հայաստանից նվազել Ռուսաստան եւ Ռուսաստանից ներմուծումն է նվազել Հայաստան։ Եթե կողմ դնենք այն տեխնիկական առաջի շաբաթների տեխնիկական խնդիրները, իրականում դրանք լուրջ տնտեսական հիմք ունեն եւ օրինակ եկեք նայենք նույն Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին, այնտեղ էլ արժեզրկում տեղի ունեցավ եւ տնտեսական անկում եղավ եւ եթե ցուցանիշները նայենք, ես ասեմ դες որ Հայաստանում ավելի վատ չի պատկերը, քան տարածաշրջանի մյուս երկրներում, նույնիսկ կրկնում, որոնք կախված էին այդ հումքի արտահանումից եւ նավթի գնի անկումը բերեց նաեւ համապատասխան տարադրամի անկման արժեզրկմանը, դուք տեսեք Ռուսաստանում ռուբլին ինչքան արժեզրկվեց, ինչ գնաճի դա բերեց եւ հիմա նույն ավանդույթը, որը Հայաստանում այնտեղ էլ կա, հիմա կուրսը իջել է, բայց գները մնացել են նույն մակարդակին եւ այն տնտեսական ակտիվությունը չի, որը կար նավթի տարիներին։ Առաջիկայի համար ինչ որ տեղ կա, հույս կա, որ այդ ամեն ինչը կհաղթահարվի, եթե նկատի ունենք Ռուսաստան, Արևմուտք այդ պատժամիջոցների շարունակությունը, չգիտեմ, այս ամբողջ իրավիճակը, միտումները, հույս կա, որ կկարգավորվի, երկար ժամանակ պիտի բացատրենք։ Եվ Եվրոմիության կողմից, եւ Ռուսաստանի կողմից ցանկություն կա այս իրավիճակից դուրս գալ, որովհետեւ ոչ մեկը մյուսին մահացուհարված բնական է չի կարող հասցնել այս պատժամիջոցներով, շատ ծաղելի կլներ, եթե մենք մտածենք, որ այդ պատժամիջոցները կարող էին ազդել մեկ մյուսի քաղաքական որոշումների վրա։ Արդյունքում Եվրակոտու երկրներում այդքան վատ չի, ինչքան որ Եվրասիական։ Մենք ասում ենք, այո, այդքան վատ չի, բայց խոշոր բիզնեսը նույն Գերմանիայում կամ Իտալիայում բավական մտահոգված է եւ կորուստներ է կրում եւ ամենակարևորը չի հասկանում հանուն ինչի, որովհետեւ այդ խնդիրները, որոնք իրենք պատրաստում են դրանով լուծել, չի լուծում։ Եվ հիմա այնպիսի տպավորություն է, որ երկու կողմն է փորձում են դուրս գալ իրավիճակից, փնտրում են ելքեր, որովհետեւ նաեւ կա պատվով դուրս գալու խնդիր է իրավիճակից, խնդրի լուծելը դեմք չկորցնելու եւ կարծում եմ, որ առաջիկայում այդ կարգավորումները կլինեն, համենայնդեպս երկու կողմից էլ այդ դրական ազդակները, ցանկությունները նկատվում են։ Դառնանք մեր խնդիրներին, ելի Եվրասիական տնտեսական միության անդամակցելուց հետո մի կողմից տպավորություն ունեն, թե այս ձեր հանձնաժողովը կոլեգիան ընդհանուր իրավական դաշտ են ձևավորում, հա, քննարկում են, չգիտեմ, հարկային կարգավորումներ եւ այլն։ Մյուս կողմից ամեն մի երկիր իր համար օրենքներ է ընդունում, իր համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։ Ասենք Հայաստանում վերջին շրջանում նման իմանալով գոնե 2 օրենք ընդունվեց, դրանցից մեկը շահութարարքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին էր եւ կառավարությունը հույս ունի այս նոր գործիքով նպաստել Հայաստանից արտահանմանը։ Իհարկե էլի տարբեր կարծիքներ կային, մի մասը կարծում են, որ սա ընդամենը մոնոպոլացնում է այդ ոլորտը եւ որևէ բան չի տալու, մի բան էլ վնասելու է, կառավարությունը իհարկե պնդում էր, որ արտահանումը խթանելու է։ Ինչ կարծիք ունեք դուք դրա մասին։ Գիտեք, կարծում եմ, որ ավելի շատ տեղեկատվություն մեզ կարող է այս մասով ասել հենց կառավարությունը, բայց ես ընդհանրում եմ, որ իրանք որոշակի ծրագրեր այնուամենայնիվ ունեն, որ նման որոշում կայացնում են, որովհետև եթե նայում ենք ԵՏՄ մյուս անդամների փորձը, ապա տեսնում ենք, որ նման բաներ արվում են։ Եվ օրինակ նույն Բելարուսը շատ հետաքրքիր ձևի օգտվում է այս իրավիճակից, բոլորից էլ հայտնի է, որ ինքը կարողանում է փաստացի կամուրջի դեր խաղալ այս բաժամիջոցների պայմաններում եւ Բելարուսի միջոցով Եվրոպական ապրանք
եվրոպական ապրանքներ, օրինակ Ռուսաստանի բոլոր խոշոր խանութներում կարող եք տեսնել Belmoreprodukտ արտադրանքը ծով չունեցող երկիրը արտադրում է ծովամթերք, դրանք իրականում հյուսիսային Եվրոպայի երկրների բավական լավ որակյալ եւ մեծ պահանջարկ ունեցող մթերքներն են, որոնք պարզապես վերափաթեթավորվում են կամ վերամշակվում են եւ ներկայացվում են ռուսական շուկա։ Եթե Հայաստանի կառավարությունը նման ծրագրեր ունի, միանշանակ ողջունելի է, որովհետեւ հատկապես Հայաստանը այսօր ունի մի հետաքրքիր մի բոնուս իրավիճակ։ Տեսեք, մի օրինակ բերեմ, ինչեր կարելի անել, որովհետեւ մեր գործարարները պետք է կարողանան շատ ճկուն լինել։ Տեսեք, մենք Հայաստանում մաքսատուրքը ներկրման մսամթերքի ավելի ցածր է, քան ամբողջ ԵՏՄ տարածքում։ Բայց այդ կառավարությունը այդ ձեռքբերումը ստացել է ներքի շուկայում սպառելու համար բացառապես։ Եթե մենք ուզենանք Հայաստանից այդ մսամթերքը նորից վերարտահանել Ռուսաստան, ապա մենք պետք է տարբերությունը վճարել։ Բայց եթե այդ մսամթերքը վերամշակվում է եւ ստանում է Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ, ինքը արդեն առանց մաքսատուրքի կարող է մտնել։ Այսինքն մենք կարող ենք այս օգտվելով արտոնյալ շրջանը, որ մինչև 2022 թվականը տարբեր ապրանքներից կամ ծառայությունների մասով ունենք, հումքը ներկրել, վերամշակել եւ տանել Ռուսաստան։ Դա կարող է բավական մեծ ծավալներ կազմել եւ էապես խթանել տնտեսությունը, բայց այստեղ ավելի շատ կառավարությունը պետք է իսկապես անհատական աշխատանք տանի խոշոր ներդրողների հետ։ Այսինքն դուք առաջարկում եք ավելի, այսպես ճակերտների մեջ ասեմ, ավելի քաղաքակիրթ տարբերակ այն գործունեության, որ վարում է Բելարուսը հիմա, բայց Բելարուսի ու Ռուսաստանի միջև պարբերաբար խնդիրներ են առաջանում, պարբերաբար ռուսական համապատասխան մարմինները ինչ-որ բաներ են գտնում, հա, այդ ապրանքի անցումը Բելարուսից Ռուսաստան արգելափակելու համար դեռ Բելարուսն է զայրանում, թե մենք ազատ առևտուր պիտի իրականացնենք, ինչ եք անում, եւ ամեն անգամ այդ խնդիրն առաջանում, նորից հարթում են առաջանում։ Այո, հիմա օրինակ Եվրասիական տնտեսական միության դատարանում հենց այդ հարցի պարզաբանման խնդիրն է, որը բարձրացել է Բելարուսը եւ փորձում է ստանալ պարզաբանում, արդյոք Ռուսաստանի կողմից այդ կիրառվող միջոցները համապատասխանում են պայմանագրին։ Բայց մենք կարող ենք այդ ամենը անել առանց անպայման չի ամեն ինչ անել այնպես, որպեսզի նման խնդիրներ առաջանան, համենայնդեպս մեխանիզմը դա թույլ է տալիս եւ ամենակարևորը դա օրինական մեխանիզմ է, այսինքն ես այստեղ որևէ խնդիր չեմ կարող տեսնել։ Եվ ճկունության առումով, տեսեք, մենք ասում ենք ինչ կարող է տալ այս ԵՏՄ-ն, 2 շաբաթեր անց մենք անդամակցել ենք եւ արդեն խոշոր գործարարներից մեկը արդեն ցորեն է ներկրում Ռուսաստանից, որը ավելի մատչելի գնով ներկրեց, քան նախկինում։ Մարտիկան արդեն վառելիք են փորձում ներկրել եւ փայտանյութ մենք Ռուսաստանից չենք ներկրել, որովհետեւ կար արտահանման մաքսատուրք, որը թանկացնում էր այդ ապրանքը։ Մարտիկան գնացել է փայտանյութ են բերել այդ երկրից։ Այսինքն, բայց արդյունքում մենք քաչ գիտենք, որ այս ընթացքում թող որ նաև օբյեկտիվ պատճառներով այդ արտահանում ներմուծումը նվազել են։ Հայաստանից Ռուսաստան, Ռուսաստանից Հայաստան դրանք նվազել են։ Հիմա դու կարող եք ասել, որ դա ԵՏՄ-ով չէր պայմանավորված, այլ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով, ճգնաժամով եւ այլն, բայց իրականում այդ ապրանքների շարժը առևտուրը ունենք, որ պակասել է, բայց բիզնեսը պետք է լինի ճկուն։ Եթե օրինակ մենք այս փոխարժեքի պատճառով ունեցանք Ռուսաստանում էժան ապրանքներ կամ էժան հումք, մենք պետք է կարողանայինք արագ գնենք։ Օրինակ դեկտեմբերին հայտնի փաստ է, որ Ղազախստանն ու Բելարուսը սրբել են բոլոր ավտոսրահները։ Հեռուստացույցները եւ մեքենաները տարել են իրենց երկրներ եւ դա նույնպես նոր խնդիր առաջացավ եւ այլն, այսինքն եւ երկու երկրների միջեւ նույնպես խնդիր առաջացավ այդ մասով, բայց կար հնարավորություն գրեթե կրկնակի անգամ էժան ձեռք բերել մեքենաներ, այսինքն բիզնեսը պետք է շատ ճկուն կգա ժամանակ, կգա այլ փոխարժեք ձեռք տա մեծ արտահանել, բայց եթե մենք կարող ենք հիմա էժան հումք բերել, պետք է պատրաստենք վերափոխել դեր գործունեությունը։ Ինչ ենք արտահանում, հիմա ինչ կարող ենք արտահանել, արդյոք մեր ապրանքը մրցունակ է ԵՏՄ շուկայում ոչ միայն որակական առումով, այլև սակագնային։ Մեր հիմնական խնդիրը դա շուկայում ճանաչելի լինելն է։ Ես համոզված եմ, որ շատ ու շատ ապրանքներ, եթե շարքային սպառողը, ռուս սպառողը իմանա, որ սա հայկական ապրանք է, հայկական մթերքը ինքը հաճույքով կձեռք բերի։ Ինքը չգիտի, ինքը դա չի ներկայացվում, ճանաչելի չի ապրանքը։ Որը ճանաչելի է, օրինակ ես չեմ ուզում կարող դա գովազդ ընկալու, բայց օրինակ բնական հյութեր արտադրող ընկերությունից մեկը շատ լավ աշխատում է եւ շատ լավ տարածում ունի, մարդիկ առնում են։
պահածոները նույնպես շատ լավ առնում։ Ում ճանաչում են նրանը ձեռք են բերում։ Մենք ավելի շատ կարծես հիմա աշխատուժ ենք արտահանում եւ վերջերս Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան եկամտային հարկի եւ շահութահարկի մասին օրենքներում, որը մոտարապես այն էր, որ այստեղ գրանցված կազմակերպությունները, եթե աշխատում են եւ տնտեսարացքում, կոնկրետ ասենք Ռուսաստանում, հարկի այստեղ են մուծում եւ ավելի ձեռնտու պայման է ստեղծում։ Դա աշխատող բան է ցես Եվրասիական տնտեսական միության իրավական եւ տրամաբանության դաշտում։ Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է քննարկի, գուցե ենթադրում եմ քննարկել է, արդյոք դա չի հակասի մյուս երկրների ներքին շահերին, որովհետև մենք դրանով փաստորեն զրկում ենք նրանց այդ երկրներին իրենց եկամուտներից։ Ես կարծում եմ երկկողմանի դաշտում այդ խնդիրը պետք է կարգավորվի եւ լուծվի։ Հասկանալի է կառավարության մտադրությունը, որպեսզի խթանի, որ այդ նույն ձեռնարկությունները հիմնվեն Հայաստանում, թող իրանք փոքր հարկ մուծեն Հայաստանում, բայց Հայաստանում վճարեն հարկերը, այսինքն մենք փորձում ենք աշխատուժի գրանցումը բերել դեպի Հայաստան, այդտեղ կառաջանա բնական է նաև հակասություն մյուս երկրների հետ, ես կարծում եմ կառավարությունը պետք է պատասխանի այդ հարցը իրենց հետ լուծել։ Եվրասիական տնտեսական միության ձևավորումից որոշ ժամանակ անց արդեն բոլորին վերջերս սկսեցին շրջանառվել խոսակցությունները, հատկապես Ռուսաստանի նախագահի հայտարարությունից հետո միասնական արժույթի անցնելու հնարավորության մասին։ Դուք ինչպես եք վերաբերում նման հեռանկարին։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է մենք մի քիչ ավելի պակաս էմոցիոնալ նայենք, որովհետև եւ կողմնակիցները եւ հակառակորդները ավելի շատ էմոցիոնալ դաշտ են տանում, որ եթե մենք միասնական միություն ունենք, ուրեմն պետք է մենք ցույց տանք, որ մենք էլ ունենք Եվրոյի պես միասնական արժույթ, եւ կան հակառակորդներ, որոնք ասում են, որ գիտեք դա ինքնիշխանության կորուստ է, սուվերենության կորուստ է եւ ոչ մի պարագայում մենք պետք է միասնական դրամ չունենք։ Առաջարկում եմ հասկանալ, մենք նախ պատրաստ ենք դրան թե ոչ, եւ եթե պատրաստ ենք, ապա եթե դա օգտակար է, դա բերելու է բիզնեսին, դա ընդհանրապես պետք է նայել որպես սովորական գործիք։ Եվ կարծում եմ ոչ մի եվրոպական երկիր չի համարում, որ եվրոյի անցնելով ինքը ունեցավ կորուստներ։ Եթե բիզնեսը շահելու է, մենք կարող ենք դրան անցնել։ Եթե մենք այդ փոխարժեքի կորուստներից բրծնելու ենք, եթե մենք ավելի հեշտացնելու ենք բանկային փոխանցումները, մենք կարող ենք դրան անցնել, եթե ունենք համապատասխան, եթե ծախսերը կա կրող, կա մի ինչ որ մի հիմնադրամ, որը պատրաստ է այդ վնասները եւ անցումային շրջանի կորուստները կրել, եւ եթե բիզնեսը եւ շարքային քաղաքացին շահում է, բայց դրա համար մենք բավական երկար ճանապարհ ունենք անցնելու եւ այդ մասին նաեւ ասում են բոլոր մյուս երկրների ղեկավարները, Ղազախստանն է, Բելարուսն է շատ հստակ հայտարարել են, որ միասնական արժույթի մասին խոսելու մասին շատ վաղ է։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու եւ կարող եմ ձեզ ասել, որ առաջիկա տարիներին բավական է, որ 2025 թվականին նոր ուզում ենք դուրս գալ միասնական ֆինանսական համակարգին, համակարգված քաղաքականությանը, այսինքն եթե մենք այս ներկայիս ժամանակացույցով շարժվենք, ապա 2025-ից հետո նոր կարելի է մտածել, իսկ արդյոք արժի անցնել միասնական արժույթի։ Եվ վերջին հարցը խնդրում եմ շատ հակել, Հայաստանն ինչ դերակատարություն կարող է ունենալ Եվրասիական տնտեսական միության համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում, չգիտեմ, Իրան, Վիետնամ, Մերձավոր Արևելք եւ այլն եւ այլն։ Հայաստանի անդամակցությունը շատ հետաքրքիր շանս է նաև Եվրասիական տնտեսական միության համար դուրս գալ դեպի հարավային երկրներ։ Մենք բազմիցս խոսել ենք հյուսիս-հարավ ճանապարհի մասին, փորձում ենք ավտոմայրուղին կառուցել եւ կարծես թե, չգիտեմ, հույս ունենք մի քանի տարի հետո ավարտել դա։ Մենք ցանկանում ենք երկաթգիծ կառուցել եւ այստեղ շատ կարեւոր է Եվրասիական տնտեսական միության երկրներին շահագրգռել եւ այդ մասին նաեւ հայտարարեց երկրի նախագահ խորհրդի նիստի ժամանակ, որ մենք պատրաստ ենք այդ ծրագրին եւ Եվրասիական տնտեսական միությունը պետք է ներգրավի նման ծրագրի իրականացնելու մեջ, որովհետև տեսեք, եթե մենք անընդհատ կատարում ենք նույն պրոյեկտները, մենք տնտեսական մեծ տեղաշարժը չենք կարող ունենալ։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն ունի աշխարհաքաղաքական լուրջ հայտ ներկայացնել նաև դեպի հարավ, իսկ նման ծրագիր կա, դուք գիտեք, Եգիպտոսը հետաքրքրություն ունի, ԵՏՄ-ի հետ պայմանագիր ընկնելու Իրանը եւ նաեւ դից ասեմ, որ առաջիկայում անցնում է նաեւ ԵՏՄ-ն անցնում է բանակցություններ Իրանի հետ, ավելի սերտ համագործակցության վերաբերյալ, ապա Հայաստանը պետք է այստեղ օգտվի եւ փորձի նույն երկաթգծի կառուցումը, նույն Իրանի հետ համագործակցություն վերցնի իր ձեռքը եւ փորձի հարավային դարպասը հանդիսանալու Եվրասիական տնտեսական միության առաջնահերթ դերը խաղա,
թե ԵՏՄ, թե Եվրոպական միության երկրների համար դեպի Պարսից ծոց, դեպի Իրան եւ դեպի Հնդկաստան եւ Հարավ-Արևելյան Ասիա երկրներ դուրս գալու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրներ ես այսօր զրուցում էի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նախարար Արա Նռանյանի հետ։ Լավ մնացեք։